Ֆրինյուզի եթերում Երևան-Փարիզ հերթական միացումն է, Փարիզից ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև Արման ջան։ Ողջույն Գագիկ ջան։ Արման ջան, այսպեսի մի հարց ունեմ, ինչ է կատարվում դանիական թագավորությունում, որովհետև բոլոր թեմաները կարծես թե մղվել են երկրորդ պլան։ Որովհետև այո, իրականում դե գիտենք Դավոսում այդ տնտեսական ֆորումն է, որտեղ բնականաբար երեք նախագահ Մակրոնը շատ հանգիստ ձևով պատասխանեց նախագահ Թրամփի արած հայտարարություններին, նրա հրապարակած նույնիսկ SMS-ին, բայց այստեղ եւ խնդիրը ինչու՞մն է, որ երկրներ կան, կարծեմ թե 7 երկիր, որոնց նա սպառնում է մաքսային турքերով եւ հատկապես Ֆրանսիային, ինչու հատկապես Ֆրանսիային, որտեղ պետք է մի բան ֆիքսենք, որ վերջիվերջո Ֆրանսիան կարելի ասել եվրոպական մայրցամաքում երևի թե ամենաանկախն է ամերիկյան զինվորական այդ միջոցներից, այսինքն հագեցվածը ամենահագեցվածն է, ու նա կարիք չունի, նա չունի F-35-եր, այլ ունի իր սեփական ռաֆալները, նա որպես այդպիսին ատոմային գերտերություն է եւ միակն է Եվրոպայում, չմոռանանք, որ Միացյալ Թագավորությունը եւս ունի ինչ-որ բաներ, բայց Եվրամիության անդամ չէ, այո։ Անդամ չէ եւ համատեղ են Միացյալ Նահանգների հետ եւ դե ֆակտո Ֆրանսիան որպես այդպիսին ստացվում է թե միակ ամենազորեղ պետությունն է, որ կարող է պաշտպանություն կազմել Դանիային այս պարագայում, այստեղ հարց է ծագում եվրոպացիների մոտ ինչն է այդքան խանգարում Միացյալ Նահանգներին զինվորական, որովհետև ինչն է, նախագահ Թրամփը ինչն է մատնանշում Գրենլանդիայի հարցում, որ իր պետության Միացյալ Նահանգների անվտանգության անհրաժեշտությունից ելնելով նրան անհրաժեշտ է Գրենլանդիան, բայց պետք է հիշատակենք, որ 1950-ականների Դանիայի եւ Միացյալ Նահանգների միջև կա կնքված մի համաձայնագիր, ըստ որի Միացյալ Նահանգները կարող են ցանկացած տիպի, ցանկացած քանակի զինվորական ներկայություն եւ ռազմատեխնիկական ներկայություն ունենալ կղզու վրա եւ նրանց ոչինչ չի խանգարում դա անել եւ ըստ էության խոսքը երևի թե կարծես թե Make America Great Again այդ կարգախոսի մեջ նաեւ երևի թե մտնում է նախագահ Թրամփի տերիտորիալ ցանկությունների հարցը, որովհետեւ ինչ վատ կլիներ, եթե 250 ամյակն է անկախության Ամերիկայի այս տարի նշվում, ինչպիսի մեծ սիմվոլ, եթե ոչ միակ նախագահն է Թրամփ, որ կարողացել 51-րդ նահանգը, Միացյալ Նահանգներ, եւ եթե այս լոգիկայով շարունակենք նա նաեւ ամբիցիաներ ունի Կանադայի հետ կապված, որը կլիներ այս դեպքում 52-րդ նահանգը, եւ ըստ էության իրականում խոսակցությունը հասել է այդ մակարդակի, որ եվրոպացիները մի կողմից ասում են ալ կբավե, ինչպես արևմտահայերենում մենք ասում, բայց մյուս կողմից դրա ռազմատեխնիկական ուժը ըստ էության եթե նայում ենք մեկ կողմից այսպես նրանք շատ եվրոպացիները բավականին ինչպես ասենք անհանգստացած են, բայց նույն օրինակ Գերմանիան ասենք ինքնաթիռով հետ է ուղարկում իր զինվորներին, այսինքն այստեղ շատ բան հարց է մի տեսակ, մի կողմից ունենք ուժի գերակայությունը, մյուս կողմից ունենք միջազգային իրավունքի պաշտպանությունը եւ օրինակ եթե վերցնենք Ֆրանսիայի պարագան, Ֆրանսիան ոչ մի դեպքում իր միջազգային դիվանագիտությունը չի ցանկանում տվյալ պարագայում ուղղորդել Միացյալ Նահանգների հետ միասին եւ ըստ իս նաեւ դա է պատճառը, որ այս պահի դրությամբ նախագահ Մակրոնը մերժել է Դոնալդ Թրամփի խաղաղության այդ ֆորումին մասնակցելը, ինչը ըստ էության շատ է անհանգստացնում Դոնալդ Թրամփին, որովհետեւ չմոռանանք, որ ֆրանսիական
նախ մի կողմից կա ֆրանսիական դիպլոմատիան, որը շատ ուժեղ է աշխարհում, բայց մյուս կողմից կա նաև ֆրանս-ամերիկյան այդ դարակազմի, հա, դարավոր բարեկամությունը, չենք մոռանում գեներալ Լաֆայետն է այնտեղ կռվել Ամերիկայում, չենք մոռանում նաև որ Ֆրանսիայի Բոնապարտն է Լուիզիանան վաճառել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ոնց որ թե կարելի է կարծել ամերիկացիները մտածում են որ ահա այսպես Ալյասկայից հետո կարելի է նաև գնել Գրենլանդիան եւ ահա որտեղ ենք հասել մեր դեբատների շուրջ, հա, Եվրոպա-Ամերիկա դեբատների շուրջ, այստեղ եթե թույլ կտաս մի քիչ երկար գտնվեցի։ Ես իդեպ Արման ջան, մի պահ ընդհատեմ կներես, դու միտքդ հիշի, երբ որ մենք քարտեզով նայում ենք, հա, Գրենլանդիան ավելի շատ հյուսիսային Ամերիկա է, քան ինչ որ օվկիանոսի մեջտեղ ընկած կղզի։ Այդ իմաստով էլ Թրամփը ինչ որ առումով երևի թե կարելի ասել ճիշտ է։ Ինքը այն որ լա ուրեմն էկոլոգիական այս հալքերից ելնելով, հա, Գրենլանդիայի այդ բոլոր տարածքները գնալով ավելի հալվում է եւ շատ ավելի հեշտ է դառնում այնտեղով ճանապարհները անցնել, նույնիսկ եթե դա տարվա մեջ ամենը 2 ամիս է, նույնիսկ եթե Միացյալ Նահանգները այդ սառույց կոտրող այդ անունը սառցահատերով, այո, սառցահատեր ընդամենը ունի 2 հատ, այն Պարագայում, երբ որ Եվրոմիությունը ունի 15, Ռուսաստանը կարծեմ 12 թե 14 հատ, բայց միևնույն ժամանակ այստեղ գաղտնիքը նաև նրանումն է, որ կա նաև Գրենլանդիայի ընդերքը, չմոռանանք նաև դրա մասին եւ նախագահ Թրամփը պետք է ասել, որ բավականին ինչպես ասենք, շատ լրջությամբ հավակնում է Գրենլանդիան գցել Միացյալ Նահանգներին եւ որը չեն ընդունում միջազգային իրավունքի պաշտպանները։ Այո, բայց ես օրինակ ավելի հակված եմ նրան, որ կարծես թե Եվրամիության անդամ երկրները մեծ մասը հակվում է այն մտքին, որ միգուցե պետք է զիջել Գրենլանդիան Միացյալ Նահանգներին։ Որը գիտես ինչ կա, զիջելը դա շատ հեշտ է այդպես ասել, այդ դեպքում ուրեմն մենք կարող ենք շատ հանգիստ ձևով նախագահ Պուտինը եւս կարող է ասել դե դեպքում իձել անհրաժեշտ է իմ անվտանգության համար Ուկրաինան, պետք է զիջել Ուկրաինան։ Դե դա ասում է իդեպ, հա, ասում են։ Ասում է այդ դեպքում Թայլանդում այդ վայրը, որտեղ գտնվում է Թայլանդը, որը Թայվանը ներողություն պատկանում է Չինաստանը եւ այդ դեպքում մենք պետք է գրավենք այն, որովհետև մեր անվտանգության համար դա անհրաժեշտ է, այսինքն այստեղ մտնում ենք մի տեսակ մի ուրիշ խոսակցությունների տեղ, որտեղ արդեն էլ միջազգային իրավունքը եւ այստեղ արդեն գործում է ուժերի մոտ միշտ թույլ է մեղավոր սկզբունքը, որը կարելի ասել այսպեսի մի բան, Եվրոպան համարվում է դեռ այս պահի դրությամբ միջազգային իրավունքի պահպանման բնօրրանը եւ այն չի դեռ պատրաստվում իր այդ դիրքերը զիջել եւ նաեւ դրա համար է որ շատ ինվեստիցիաներ գալիս են Եվրոպա հենց մեն դրա համար եւ դրա համար է որ նախագահ Մակրոնը երեք նաեւ նշեց որ մեզ մոտ գործում է միջազգային իրավունքը, հա, երբ որ նա իր հասցեագրումն արեց դեպի էկոնոմիկ խաղացողներին, նշելով որ Եվրոպան դեռ ինվեստիցիոն ամենակարևոր կենտրոնն է եւ այդ է այսօր բոլորը անհամբերությամբ սպասում են Թրամփի ելույթին այսօր երեկոյան հավանաբար արդեն նա կհասնի Դավոս։ Մեր մոտ եթերը կլինի հաջորդ օրը, այսինքն երբ որ այս հաղորդումը եթեր գնա կլինի 5 շաբթի, թերևս արդեն Թրամփը ելույթ ունեցած կլինի, սա ասում է մեր հեռուստադիտողների համար, որ հետո չասեմ, բայց գիտեք ինչ, դուք խոսում եք, իսկ Թրամփը ելույթ ունեցավ, ասեց սենց։ Այո, որովհետև ըստ էության դեպքերը ոչ թե զարգանում են ամենօրյա ձևաչափով, այլ ամեն ժամյա ձևաչափով, այստեղ միայն ժամանակների, հա, կախված թե Միացյալ Նահանգներում թե Եվրոպայում այդ ժամանակների տարբերությունն է դեր խաղում, եթե ոչ, ապա ամեն ինչ շատ արագ է գնում, քան կարելի է կարծել։ Այո, այդ նույն արագության ապացույցն է նաև Ալիևի Դավոսյան ցիտատները,
Սա նաև ասում եմ մեր թե հեռուստալսարանի համար, թե նաև այն քաղաքական ուժերի համար, որոնք ասում էին, որ հեսա կտեսնեք Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա դες դեմ, բայց իրականում Ալիևը մի քանի անգամ շեշտեց, որ պատերազմի էջը շրջած է, որ հարավային Կովկասում այլևս պատերազմ չի լինելու, որ օգոստոսի 8-ից հետո ամեն ինչ փոխվել է, ընդ որում նաև որ Ադրբեջանը պատրաստ է ոչ միայն այսպես, բանակցային ֆորմատով շփումների ժամանակ առ ժամանակ նաև իր տարածքով ինչ որ բեռներ բաց թողելու, այլ գրեթե իր ասածն էր, որ Ադրբեջանը պատրաստ է նույնիսկ բարի դրացիության։ Եվ դու զգացիր, չէ՞ Գագիկ ջան, ինչպիսի հետաքրքիր ձևով այդ խաղաղության հաստատումը ինքը մի տեսակ սեփականացրեց, ոնց որ ինքը դրա համար մեկ նախաձեռնողն էր։ Արանանք էլի որտեղ է խոսում ենք միջազգային ներդրողների ամենազորեղ ֆորումում, որտեղ դուք կարող եք ձեր հայտարարությամբ եւ ձեր ներկայացած ծրագրով ձեր երկիր ներգրավել կամ ոչ լուրջ ներդրողների համաշխարհային մակարդակի, այսինքն այստեղ եկանք նրան, որ վերջի վերջո Հայաստանի ծրագիրը, այսինքն խաղաղության խաչմերուկ, այսօր եւ դու տեսա թե ինչ հետաքի ձևով նա նաեւ խոսեց Թուրք-Հայաստան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ասել կուզի, որ այսպես ասենք, Ալիևը գնացել էր մեր բոլորիս անունից Կովկասը գովազդելու։ Այո, եւ ընդ որում դա էլ էր շատ հետաքրքիր, որ ինքը շեշտեց, որ շատ մոտ ժամանակներում հեռու չեն այդ ժամանակները, որ կբացվի Ադրբեջանի սահմանը Հայաստանի համար եւ զուգահեռ կբացվի Թուրքիայի սահմանը Հայաստանի համար։ Բնականաբար չէ, ինքը չէր կարող Թուրքիայի հետ այդ թեման շոշափած եւ ճշտած չլինել ու այդպեսի հայտարարություն աներ։ Եվ ըստ էության նաեւ հայտարարեց իր բութ գործիքի վերջը լինելու մասին, այսինքն Ադրբեջանը այլևս Ռուսաստանի ձեռքում այն բութ գործիքը չէ, որ Ռուսաստանը կարողանում էր մինչ օրս օգտագործել Հայաստանի դեմ, որպեսզի Ռուսաստանը շարունակի տարածաշրջանում պահպանել իր ներկայությունը եւ ռազմական ներկայությունը եւ ընդհանրապես իր ազդեցությունը ի վերջո, եւ ըստ էության Ալիևը Դավոսում ասեց, որ Կովկասը այլևս Կովկասյան շրջանը եւ ոչ միայն Ադրբեջանը այլևս կցված է զարգացող աշխարհին, Միջին Ասիա, Կովկաս, Եվրոպա, Միացյալ Նահանգներ, այս կտրվածքով այլ ոչ թե որպես ռուսական ազդեցության մի գոտի, որտեղ ճանապարհները փակ են, դժվար անցանելի, կոնֆլիկտները շատ են եւ որից տուժում են բնականաբար բոլոր ռեգիոնալ խաղացողները, այդ թվում եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ իհարկե Հայաստանը։ Ընդ որում, երբ որ պատասխան նամակ էր գրել Ալիևը Թրամփին, շնորհակալություն հայտնելով խաղաղության ֆորումին հրավիրելու եւ հիմնադիր անդամ դառնալու Ադրբեջանի այս իմաստով, ինքը շատ հետաքրքիր ռևերանսներ էր անում, հենց շեշտելով խաղաղությունը, հարավային Կովկասում խաղաղությունը, որ հարավային Կովկասում այլևս պատերազմ անցյալ է, այնտեղ մի հետաքրքիր բան էլ կար, որ անկախությունից ի վեր երկու երկրները վերջապես 5-ից 6 ամիս խաղաղության մեջ են։ Ու այդ խաղաղությունը շատ թանկ արժի։ Սա նույն Նիկոլ Փաշինյանի թեզիսների վերարտադրությունն է։ Այո։ Այսինքն ասել կուզի, որ վերջի վերջո այստեղ երկու երկրները համամիտ են այն հարցում, որ այլևս նրանք կարող են ինքնուրույն լեզու գտնել միմյանց հետ եւ այդ լեզու գտնելը կամ այդ խաղաղությունը կարող է բերել նաեւ տնտեսական հողի վրա լուրջ արդյունքներ եւ ինչպիսի ավելի լավ տեղ քան Դավոսի տնտեսական ֆորումը չէ, եթե այստեղ չէ որ կարելի է վերջապես արձանագրել եւ միջազգային
խաղացողներին հրավիրել տարածաշրջանի հետ բիզնես անելու։ Այո, եւ ընդ որում ինքը այդ իր ելույթի մեջ նաեւ մի քանի անգամ անդրադարձավ թրիփի, ընդ որում ասեց թրիփ, չասեց Զանգեզուրի Միջանցք, իսկ մինչև վերջերս ցանկացած դեպքում առավելագույնը այսպես կրկնակեր ասում, հա, թրիփ կամ ինչպես ասում է ընդունված է ասել Զանգեզուրի Միջանցք եւ այլն, մոտապես այս կարգի բանով էր ինքը խոսում, հիմա խոսույթն էլ այդ իմաստով էլ է փոխվել։ Ու գնալով ավելի կփոխվի, քանի դեռ բոլոր նմանատիպ երկրները Ադրբեջան, կասեք Թուրքիա, հա, որոնք իրենց միջազգային ուժը կամ իրենց միջազգային հարաբերությունները պայմանավորում են ուժերների հետ իրենց ունեցած հարաբերությունների մեջ, այստեղ ինչի մասին ենք մենք խոսում։ Միացյալ Նահանգների պաշտպանական բյուջեն 1000 միլիարդ անցավ եւ նրանք նախատեսում են 1500 միլիարդ հասցնել։ 1.5 տրիլիոն։ 1.5 տրիլիոն, այո, ես ավելի ճիշտ։ Եվ ինչի մասին է խոսքը, եթե ոչ Թրամփի մասին, որը այսօր տեսնում ենք միջազգային հարթակներում, ինչպիսի հաջողություններ է գրանցում, ինչպիսի արագությամբ եւ դա անում է առաջ դնելով ուժի գերակայությունը եւ Թուրքիան, որը պայմանավորվածություններ ուներ Ղարաբաղի հարցում, բոլորս հասկացանք, եւ Ադրբեջանը, որոնք Ռուսաստանի հետ ունեին ինչ-որ ծրագրեր, շատ արագ հասկացան, որ Ռուսաստանը այս ռիթմով շատ հեռու չի գնալու եւ այստեղ է որ Միացյալ Նահանգների հետ շատ ավելի լավ է համագործակցել եւ տնտեսական հողի վրա առաջ գնալ, ունենալ մուտք դեպի զենքի շուկա, ամերիկյան մեկ զենքի շուկա եւ այդ ամբողջ ճանապարհը անցնում է խաղաղությունով եւ այսօր շատ հետաքրքիր է ուղղակի այնքան հետաքրքիր բանը Ալիևին տեսնել Դավոսում խաղաղություն քարոզելուց ու ես ուղղակի հաճույք եմ Այո, խաղաղության օրակարգը դեռ շատ բան է փոխելու։ Խաղաղության օրակարգը բերելու է տնտեսական աննախադեպ զարգացման ամբողջ հարավային Կովկասում եւ օգուտ է լինելու ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Վրաստանի համար, չնայած ինչ որ առումով Վրաստանը նաեւ տուժելու է, քանի որ այն տրանզիտ հոսքերը, որ ուներ Վրաստանը, այլևս երբ որ խաղաղությունը ստորագրվեց, ընդ որում դրա մասն էլ Ալիևը ասեց, որ խաղաղությունը ստորագրվելու է, արդեն նախաստորագրված է, այստեղ այդ անհանգստությունն էլ ինչ որ առումով փարատվեց, որովհետև երբ որ ինքը ասում է շատ շուտով կբացվեն սահմանները, չէ որ այդ սահմանների բացումը կապված է նաև փաստաթղթի ստորագրման պայմանավորված է վերջնական ստորագրմամբ։ Այդ նշանակում է, որ երևի թե 2-3 ամիս եւ մենք նաեւ այդ կտեսնենք դրա ականատեսը։ Բայց Գագիկ ջան, ի՞նչն է խանգարում, արի մենք այսպեսի մի գուշակություն նաեւ անենք, ի՞նչն է օրինակ խանգարում Թրամփի հրավիրած խաղաղության ֆորումում ստորագրելը, որովհետեւ չմոռանանք այսպեսի մի բան, հա, նաեւ որ աշխարհի երկրները ի դեպ դրանց թվում նաեւ Մակրոնն էր, որը հիշեցրեց, հա, Թրամփին, որ ոնց որ թե կարծես թե կան մի քանի երկրներ, որոնք խաղաղություն են հաստատել, այսինքն կասկածի տակ են դնում նաեւ Թրամփի այս գործողությունները, ասելով, որ դրանք բոլորը շատ ավելի, հա, նրա դեմ խոսացողների ինչ են ասում են, որ սա շատ ավելի հերոստատեսային շոուների նման են, որտեղ կամերաների առջև ինչ-որ բաներ ստորագրում են, հա, օրինակ վերստեն Գազա, որտեղ պետք է հրադադար լիներ, բայց ըստ էության հրադադար դեռ 100% չկա, եւ նաեւ ինչու՞ չէ կարող են ասել Ադրբեջան-Հայաստան խաղաղության նախաստորագրումը եւ Ալիևը հաստատում է, որ ցանկությունը կա, պատրաստակամությունը կա, լավ, իսկ ինչու ոչ, եթե ոչ վերջնական խաղաղության ստորագրում օրինակ այդ ֆորումի շրջանակներում, դա կարծում եմ թե Թրամփի համար կլիներ շատ մեծ պլյուս եւ կարծում եմ երկու երկրներն էլ շատ մեծ շահագրգռվածությամբ որպես չէ, որ ես ինչքանով հասկացա, Հայաստանը նաև հիմնադիր անդամ է հանդես գալիս այդ ֆորումում, բոլոր հրավիրված երկրները, եթե համաձայնություն են տալիս,
համարվում են հիմնադիր անդամ, ընդ որում կան Եվ նաև 1 միլիարդ նաև դոլար գումար այո, պետք է նաև կան նաև դա էլ չմոռանանք, կան նաև խոսակցություններ, որ այս կազմակերպությունը հավակնում է դառնալ ապագա միավորված ազգերի կազմակերպություն։ Այդ խոսակցությունն էլ կա։ Ինչը որ գիտես, երբ որ Թրամփը Քենեդի կենտրոնի վրա դնում է Թրամփ անունը, նա նաև ուզում է ժառանգություն թողնել, այսինքն եթե որովհետև այդ խորհուրդը ով պետք է նախագահի ցմա նախագահ Թրամփը, հա։ Թրամփը, հա։ Եվ նա համարում է, որ եթե կար մի դինաստիա, որը Քենեդիների դինաստիան էր, հիմա կա Թրամփի դինաստիան եւ ինչի պատկերացնում ես դու ՄԱԿ-ի փոխարինող մի խորհուրդ, որը կկրի Թրամփի անունը ըստ էության, հա։ Եվ եթե այսօրվա աշխարհակարգը պետք է բերի նրան, որ մի ուժեղ արևմտյան խաղացող է պետք, որպեսզի կարողանալ հանգստացնել չինական ցանկությունները եւ ռուսական նկարտումները, ապա արդյոք այստեղ հարց է ծագում մեթոդների մասին կարելի է դիսկուսիաներ ծավալել, չհամաձայնվել, հա, Գրենլանդիայի հարցում օրինակ, բայց պետք է մի բան ֆիքսենք, որ այստեղ նաեւ զինվորական ուժը որոշում է, թե ինչ պետք է կատարվի, երբ որ Մադուրոին չմոռանանք Թրամփի այդ խոսքը, չէ, խաղաղություն ուժի միջոցով։ Ուժի միջոցով եւ երբ որ նա Մադուրոին մեկ գիշերում վերցրեց եւ բերեց իր մոտ եւ նստացրեց Նյու-Յորքյան բանտ, դա նույն բանը փորձում է անել Ռուսաստանը 4 տարի արդեն առանց հաջողության։ Այսինքն ու չմոռանանք նաեւ այս բոլոր տեղերում, որտեղ որ հիմա Ամերիկան շատ ակտիվ է, բոլորը պրոռուսական կենտրոններ են եւ որոնց մասին նաեւ չմոռացավ խոսել ռուս մեծ գիտնական եւ մեր օրերի Լև Տոլստոյ, Ալեքսանդր Դուգինը։ Այո, եւ Դուգինի այսպես ասած բանաձևերով է շարժվում նաեւ Պուտինը, շատ ընդունում է Դուգինին եւ հասկանալի է։ Իդեպ իհարկե դա մի ակումբ է, որտեղ համարում են, որ սովետական միության կորուստը դա աշխարհքաղաքական ամենամեծ աղետն էր։ Այո։ Տեղից ցած ամեն ինչ հերթով մատրյոշկաների պես ընկնում է իր տեղը։ Եվ բնականաբար Դուգինի խոսալուց հետո արդեն ռուսական վերնախավի այն բացատրությունները, թե Սոլովյովը իր սեփական կարծիքն էր հայտնում, էսեր են ամեն են արում, այդ ամեն ինչ ջրվեց, որովհետև երբ որ այդ բանը ասում է, եթե այսպես կարելի ասել Պուտինի հոգևոր հայրը Դուգինը, դա նշանակում է, որ միանշանակ մի տեղից եկած, Կրեմլից եկած խոսույթ է եւ ինչու ոչ, նաեւ ակնարկ, որ կարող է նաեւ լինի, ինչու չէ, նաեւ օգտագործելով Գրենլանդիայի թեման, դա էլ չմոռանանք, որ եթե կարող է Թրամփը, կարող ենք նաեւ մենք։ Նու մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ դրանք արդեն գետնի վրա չափացուցված եւ չափացուցվող եւ չափացուցվելիք փաստեր են, որովհետեւ ինչպես ասում են, տղեկ Պոկրովսկից ինչ կա, այդտեղ չմոռանանք, հա։ Երեք նորից է ինչ է հայտարարում, որ գրավել են։ Ուր եք հասել, մի հատ դուք Պոկրովսկում տեսեք ինչ եք անում։ Իրականում ինչ կատարվեց, որ այս ուկրաինական ներողություն Գագի ջան, ուկրաինական այս նվաճմամբ նրանք ընդամենը ցույց տվեցին, որ իրենց իդեոլոգիայի եւ գործողությունների գործիքակազմը փայտից էր կամ կարելի ասել այնքան էլ ուժեղ չէր, ինչքան որ նրանք կարծում են։ Այդ բանակը, որ պետք է կարողանար գործողություններ ծավալել, միայն խոսքը Այո, աշխարհի երկրորդ բանակը հիմա, եթե չեմ սխալվում, արդեն այդ դասակարգման աղյուսակում տասնյակից իջել է ներքև, ընդ որում եւ ջլատվել է, որովհետեւ ինքը արդեն սպառված, քամված, հա, ինքը բավականին տանջված, մաշված մի բանակ է, որը ճիշտ է, ինչ խոսք, ռեստրուկտուրիզացիա է գնում այնտեղ, բայց այդ արտադրողական հոսքերը ինչքան էլ որ վերականգնվեն, այսօր 21-րդ դարի պատերազմ է,
եթե կա պատերազմ, այսօր պետք են լուրջ տեխնոլոգիաներ, այսօր սատելիտար միջոցներ են պետք, այսօր տեսնում ենք Միացյալ Նահանգները ինչպիսի միջոցներ են կիրառում ռազմատեխնիկական եւ ինչպիսի նորարարություններ ունեն հենց ուկրաինացիները այսօր դրոնների համակարգում եւ Ռուսաստանը այսօր ըստ էության ինչ է կատարվում Գագիկ ջան թույլ կտաս եթե ասեմ ըստ իս ես կարծում եմ որ ինչ են ուզում այս ամբողջով անել նրանք ռուսները ուղղակի ցանկանում են հետ գալ բայց դրա միջոցները չունեն եւ ապականել փորձել ապականել այս տարածաշրջանում ամերիկյան վարչակազմի կողմից եւ իհարկե չմոռանանք նաեւ եվրոպական միության համաձայնությամբ նաեւ եւ Թուրքիայի համաձայնությամբ այն իրավիճակը որտեղ ընդամենը արևմուտքի երկրները կարողացան կապ հաստատել միջինասիական երկրների հետ եւ նրանց դուրս բերել ռուսական ծիրից եւ այդ որ ընդերքի այդ բոլոր պաշարները ուղղել ոչ միայն դեպի Չինաստան կամ Ռուսաստան, այլ ուղղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա եւ բնականաբար նրանք ամեն ինչ օգտագործում են, որպեսզի փորձեն խափանել այս ծրագիրը, որտեղ նրանք կարծում են դե Թրամփը 3 տարուց հետո արդյոք իշխանության կգա, թե ոչ նա հասկանում ենք որ դեմոկրատական երկիր է վերջիվերջո Միացյալ Նահանգները եւ գոյություն ունեն ընտրություններ եւ Թրամփը իր վերջին ժամանակահատվածն է կառավարում եւ ըստ էության նրանք փորձում են ձգել ժամանակ որպեսզի կարողանան այս ընթացքում վերանվաճել Կովկասը եւ դրա մասին բաց խոսում են դա շատ լուրջ պետք է մենք ունենք եւ չեն կարող այսօր դա մատների արանքով քննարկել եւ դա բոլորը շատ լավ հասկանում են մի տարբերությամբ որ նրանք այսօր չունեն դրա ֆիզիկական հնարավորությունները բայց սպառնալիքների լեզվով արդեն սկսել են խոսել եւ ինչքան մոտենում են ընտրությունները այ ես համոզված եմ ինչպես որ դա արեցին Վրաստանում Ռուսաստանը փորձելու է խոսել վախացնելու լեզվով տնտեսական վախացնելը էլ չի ստացվի վերջացավ տնտեսապես մենք գնում ենք առաջ հիմա պետք է վախեցնեն Կալաշնիկովի ձայնով բայց այդ Կալաշնիկովի ուղակի ժանգոտման գործընթացի մեջ է այսօր եւ այդ Կալաշնիկովն էլ տենց չի աշխատում ինչպես որ նրանք կարծում են որ դա միշտ կարող է աշխատել հա դե նաեւ չմոռանանք որ այդ նույն Կալաշնիկովը արտադրում է Լեհաստանը Չեխիան Չինաստանը, Հնդկաստանը, էլի բազմաթիվ երկրներ, այնպես որ այդտեղ էլ մոնոպոլիա, այսպես ասած, չունի Ռուսաստանը։ Ես ասում եմ թե ֆիզիկական իմաստով, թե նաև իհարկե այլ իմաստներով, որտեղ այո, Կալաշնիկովի ժամանակը արդեն անցել է, վաղուց է անցել, ռուսական սապոկի ժամանակն էլ է վաղուց անցել, որտեղ այն զարգացումը, որ այսօր ունի Հայաստանը այն պարագայում, երբ որ ռուսական ծիրի մեջ չէ, դա ակնհայտ է։ Ակնհայտ է, այսօր Մոլդովան արդեն այնքան ռիսկ ունի, որ դուրս է գալիս ԱՊՀ-ից։ Ինձ թվում է հաջորդը կարող ենք նաև մենք լինել, եւ տես այսօր Հայաստանում մարդիկ մենք ունենք 1 րոպե ժամանակ, ես սա էլ ասեմ ու հրաժեշտ տանք բազմաթիվ մարդիկ այսօր Հայաստանում ինչպես դու Ֆրանսիայում օգտագործում են Starlink Չէ՞ որ դրա մասին սրանից մի տարի-տարուկես առաջ եթե ասեն հա լավ դուք չեք ցնդել բայց այսօր դա փաստ է Այնպես որ խաղացած վայրում կարելի է դնել եւ օգտագործել եւ ունենալ կապ ինտերնետով, այո։ Այո։ Դե շնորհակալություն Արման ջան, մեր եթերաժամն է սպառվեց։ Ես եմ շնորհակալ եւ մաղթում եմ մեզ բոլորիս համբերություն եւ անվախություն այս բոլոր անիմաստ ռուսական նախադասություններին, որոնք միայն օթային տենց ինչ որ Այսօր միայն մաքսիմում օճառի փխփջակ են, շնորհակալություն։ Այո։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով Փարիզից ինձ հետ աշխատում էր Արման Ավագյանը, ամենայն բարիք ձեզ։